Երբ հերթական ամանորին դիտում ես ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ ֆիլմը եւ հայտնվում Ժենիայի հեքիաթում, անկախ քեզնից ցանկանում ես հավաքել ընկերներիդ, գնալ շոգեբաղնիք, մի լավ հարբել, լիովին լիցքաթափվել, ապա արթնանալ ու հասկանալ, որ կյանքդ փոխվել է այնպես, ինչպես միայն երազներում է լինում։ Ամեն տարի դիտելով ֆիլմը հասկանում ես, որ մի անհասկանալի ճակատագրի հեգնանք է պետք, ու մի գիշեր, որ դու դառնաս այն հերոսն, ով գտել է իր Նադիային կամ իր երջանկությունը։ Հերթական անգամ ֆիլմը դիտելիս մի հետաքրքիր հարց առաջացավ. արդյոք այնինչ տեղի ունեցավ Ժենիայի հետ, դա նրա ճակատագրի հեգնանքն էր, թե նա հայտնվելով Պետերբուրգում կարողացավ հեգնել իր ճակատագրին։ Եվ այս հարցի պատասխանն իմանալու համար մեզ պետք է գնալ իրադարձությունների սկիզբ, տեսնել ինչ է կատարվում տոնածառի շուրջ, ինչ են խոսում Գալիան եւ Ժենիան։ Նրանց խոսակցությունը շատ կարևոր է, որովհետև այդ երկխոսության ժամանակ ամեն մեկն իր գլխում, իր ասածի հետևում ինչ-որ փորձառություն ունի, որից դրդվելով էլ իր միտքն արտահայտում է։ Գալիան անհամբեր երիտասարդ տաքայրուն մի աղջիկ է, ով անհապաղ ցանկանում է ընթացք տալ իրենց հարաբերություններին, քանի որ Ժենիան նրա համար շատ հարմար թեկնածու է։ Նա ապրում է միայն մոր հետ, ունի նոր ստացած բնակարան, այն էլ Մոսկվայում, եւ բավական կիրթ անձնավորություն է։ Սոցիալական նորմերով շատ հարմար թեկնածու։ Նամանավանդ երբ նա գիտակցում է, որ ինքը սկսել է կառավարել Ժենիային այնպես, ինչպես իրեն է հարմար։ Եվ դրա մասին մեզ ասում են կինոյի լեզվով, երբ նա բարձանում է աթոռին, որպեսի հարդարի տոնածառը։ Դրանով մեզ ռեժիսորը ցույց է տալիս կնոջ բարձր գտնվելը տղամարդուց։ Ապա նա առաջարկում է նոր տարին նշել միասին, բոլորից առանձին, իսկ Ժենիան տպավորություն է ստեղծում, որ լավ չի հասկանում նրա ցանկությունը, քանի որ նա չի ցանկանում կտրուկ մերժել ապագա հարսնացուին, սակայն աղջիկը կանգ չի առնում ու շարունակում է իր ցանկություններն առաջ քաշել։ Գալիան իր առանձին նշելու առաջարկով միանգամից ազատվում է Ժենիայի մորից, նրա ընկերներից ու իրենց ավանդույթից։ Այսպիսով նա ազդարարում է իր մուտքը նրա կյանք, որից էլ հասկանալի է դառնում կամ տպավորություն ստեղծվում, որ նա իր գալով կտրուկ փոխելու է հերոսի կյանքն այնպես, ինչպես ինքն է կամենում։ Սակայն խնդիրը նրանում է, որ Ժենիան նման բան չի ցանկանում։ Նա պատրաստ չէ հանում Գալիայի մոռանալ իր ավանդույթները, ընկերներին, առավել եւս իր մայրիկին, իսկ Ժենիայի դեպքում իրավիճակն այլ է։ Նրան հոգնեցրել է իր կյանքի միապաղաղ լինելը, նույնությունը, եւ նա ասում է, որ դրա մեջ մնալուց շատ է վախենում, ասում է, որ ցանկանում է Գալիայի հետ ամուսնանալ, սակայն երևում է, որ դա այդքան էլ нրա սրտով չէ, ու Ժենիան հոգու խորքում զգում է, որ ամուսնությունից հետո ավելի է խրվելու այդ նույնության մեջ։ Комнате каждый день мелькать у меня перед глазами туда-сюда, туда-сюда. Я не выдержал и сбежал в Ленинград. Նա իրականում չի սիրում Գալիային, պարզապես տեսնում է մի երիտասարդ գեղեցիկ աղջկա, ով կարող է լինել հարմար թեկնածու, անգամ չի հասկանում, թե աղջիկն ինչ է գտել իր մեջ։ И все-таки, что она во мне нашла, а? Я тоже удивляюсь, что она выбрала тебя, когда ты такой болван. Եվ այդ երկուսի միմյանց չհասկանալու պատճառը շատ պարզ է։ Նրանք միմյանց հետ խոսում են ոչ թե հասկանալու համար, այլ ամեն մեկն իր ցանկություններն է փորձում հրամցնել մյուսին, խոսելով տողատակերով, խուսափելով ուղիղ խոսքից։ Մենք տեսնում ենք, որ Գալիային թվում է, թե Ժենիան չի հասկանում իրեն, սակայն նա լավ էլ գիտի, որ Ժենիան հասկանում է ամեն բան, իսկ տղան լավ հասկանալով նրա տողատակերը պարզապես չի ցանկանում արտահայտվել, որպեսզի կոպիտ չթվա ու չնեղացնի։ Փոխարենը փորձում է նուրբ ձևով իր տարբերակներն առաջարկել, շեշտելով մոր առկայության կարևորությունը։ Никого. Нет, подожди, ну как никого? А мама, как мама? С нами будет встречать? Мама? Да. Мама уйдет. Շարունակելով նայել մենք տեսնում ենք Ժենիայի եւ իր մոր հարաբերությունները, իմանում կնոջ ցանկությունը, տղային ամուսնացնել ամեն գնով, նույնիսկ այն դեպքում, երբ նա այդքան էլ չի հավանել ապագա հարսնացուին, միևնույն է դեմ չէ։ Իսկ տղայի հետ հարաբերություններում մայրը շատ է իր կամքը թելադրում, բայց նա շարունակում է չհակաճառել։ Մի բան էլ երեխայի պես թույլատվություն է հարցնում շոգեբաղնիկ գնալու համար։ Ничего не будет плохого, если ты Новый год встретишь чистым. Ну, решено.
Այսպիսով նույնությունը շարունակվում է 36-ամյա բժշկի կյանքում, ու նա գնում է ընկերների մոտ իր ավանդույթի հետևից՝ լիցքաթափվելու։ Մինչ կտեղափոխվենք Պետերբուրգ, պետք է նշեմ, որ նույնության թեման ֆիլմի սկզբից մինչև վերջ պահված է։ Նախ հատուկ շեշտվում է, որ սովետական միության ժամանակ կառուցվեցին շենքեր, որոնք որքան էլ տարբեր տեղերում էին գտնվում, սակայն իրարից ոչնչով չէին տարբերվում։ Ոչ հասցեներով, ոչ փականներով եւ ոչ էլ կահույքով։ Իսկ մեր հերոսների Նադիայի ու Ժենիայի դեպքում անգամ ճակատագրերով։ Նրանք երկուսն էլ ունեին ընտրյալ, ում հետ պատրաստվում էին կյանք կապել։ Սակայն երկուսի սիրտն էլ կախ էր այդ հարցում։ Նրանք երկուսն էլ ապրում էին իրենց մայրերի հետ, չունեին հայր եւ հոգեպես միայնակ էին զգում։ Типовые квартиры обставлены стандартной мебелью, а в безликие двери врезаны типовые замки. Այսպիսով վերադառնալով շոկեբաղնիկ, մենք տեսնում ենք խմիչքի չարաշահումը, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մեր հերոսն ալկոհոլիկ է, քանի որ այդ մի փոքր չարությունը նրա համար կաղապարներից դուրս գալ է նշանակում, որին նպաստում են իր ընկերները, իսկ Լոգանքը մեզ կարծես հուշում է նրա մաքրվելու արարողության մասին։ Նոր կյանքից առաջ։ Ну это вообще неслыханно, ребят. Доктор отказывается пить за здоровье. Ну что ж меня... Եվ այսպիսով արդեն մաքրված ու իր ստանդարտ իրավիճակից դուրս եկած դեռ ամբողջովին չհասունացած բժիշկը հայտնվում է մի ուրիշ կնոջ բնակարանում եւ տպավորություն է ստեղծվում, որ նա խուլիգան է կամ նման մի բան, ով եկել եւ հարբած քնել է այլ մարդու բնակարանում։ Ժենյան սկզբում չի ընկալում ինչ է կատարվում։ Նա չի հասկանում ինչպես կարող են իր պես կիրթ մարդու հետ այդպես վարվել։ Իսկ այդ ընթացքում Նադիայի թեյնիկով ջրելը նույնպես շատ խորհրդանշական է դառնում։ Դրանից կարելի է ենթադրել, որ նա մեկ անգամ էլ այլ իրականության մեջ է մաքրվում։ Եթե հաշվի առնենք, որ ամանորի թեման հիմնական գիծն է, իսկ այն սովետական միության ժամանակ տոնում են Սուրբ Ծննդյան փոխարեն, դա նույնիսկ կարելի է օծության նմանեցնել։ Սովետական միությունում ամանորը տոնվել է դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-ին, իսկ Սուրբ Ծնունդը որպես կրոնական տոն 1929-ից արգելված էր։ Ուղղափառ եկեղեցին շարունակում էր նշել Սուրբ Ծնունդը հունվարի 7-ին, Յուլիան օրացույցով, բայց դա պաշտոնապես չէր տոնվում։ Արդյունքում ամանորը դարձավ հիմնական ձմեռային տոնը եւ իր տեղը զբաղեցրեց Սուրբ Ծննդյան ավանդական տոնակատարության փոխարեն։ Ինչևէ, փաստացի հերոսը դուրս գալով իր հիմնական միջավայրից, որտեղ նա լճացել էր, անգամ չգիտեր արդեն որն է ճիշտ եւ որը սխալ, հայտնվում է միաժամանակ իրեն շատ ծանոթ եւ խորթ վայրում։ Այստեղ չկա նրա մայրը, որ սահմանափակի իր ազատությունը, ոչ էլ Գայլյան, ապագա հարսնացուն, ով կարծես փորձում էր մոր տեղը զբաղեցնել։ Ու նա ազատության մեջ սկսում է ավելի լիարժեք տղամարդ դառնալ, կայացնել որոշումներ ինքնուրույն, իր մասին հոգ տանել ինքնուրույն, դրսևորվել այնպես, ինչպես որ նա իրականում կա, այլ ոչ այնպես, ինչպես ցանկանում են նրան տեսնել մյուսները։ Ժենյան առաջին անգամ իրեն չճանաչող մարդկանց փորձում է բացատրել, որ ինքն այն մարդը չէ, ում առաջին հայացքից նրանք տեսնում են։ Այդ պատճառով մանրակրկիտ պատմում է իր մասին, ընկերների հետ ունեցած ավանդույթի մասին, եւ թե ինչպես է շատ պատահական, հեքիաթային ձևով հայտնվել իր բնակարանին նման մի բնակարանում, որը լրիվ ուրիշ քաղաքում է։ Այսպիսով նրա կյանքի նույնությունը հաղթահարված էր։ Իրադարձությունները սկսել էին զարգանալ, ու դրա ընթացքն իրենից կախված չէր, եւ դրա համար այն սկսեց հետաքրքիր դառնալ։ Ժենիայի կյանքն այնքան միապաղաղ էր, որ այդ գիշերում իր ապրածը մի ամբողջ կյանք էր թվում։ У меня такое ощущение, что за эту ночь мы прожили целую жизнь. Այս իրավիճակին կարելի է նայել զուգահեռ աշխարհների փիլիսոփայությամբ։ Զուգահեռ իրականության գաղափարը միշտ գրավել է մարդկանց երևակայությունը։ Այն ենթադրում է, որ մեր աշխարհին զուգահեռ գոյություն ունեն այլ աշխարհներ, որտեղ ամեն ինչ նույնն է, բայց մի փոքր տարբեր։ Այդ տարբերությունը կարող է լինել մեկ որոշման, մեկ արտահայտության կամ մեկ այլ հանգամանքի հետևանք։ Ինչն էլ տեսնում ենք ֆիլմում, զուգահեռ իրականությունը ցույց է տալիս, որ ճակատագիրը ոչ թե միայն մեկ ուղի ունի, այլ բազմաթիվ հնարավորություններ։ Մարդու կյանքը կարելի է պատկերացնել որպես ճյուղավորված ծառ։ Յուրաքանչյուր որոշում ստեղծում է նոր ճյուղ, նոր իրականություն։
Այս գաղափարը հաճախ օգտագործվում է գրականության, կինոյի եւ փիլիսոփայության մեջ, ցույց տալու համար, որ մեր ընտրությունները ձևավորում են մեր ճակատագիրը։ Ֆիլմում Մոսկվան եւ Պետերբուրգը դառնում են զուգահեռ իրականություններ։ Մենք տեսնում ենք ինչպես է Ժենյան Մոսկվայում իրեն շրջապատողների կողմից քննադատվում, ընկալվում որպես հիմար ու այդ կարգավիճակով ապրում, իսկ զուգահեռ իրականությունում Պետերբուրգում նա անգամ վիճում է Լիպարիտի հետ։ Մի բան էլ հաղթում նրան, դա էլ հերիք չէ։ Այնպես է դասավորվում իրավիճակը, որ Նադյան սկսում է նրան համակրել, համարել շատ իդեալական տղամարդու կերպար, կայացած, հասուն եւ մեծ աշխարհայացքով, ու սկսում է հեռանալ Լիպարիտից։ Այսպիսով, այս ֆիլմը մեզ ցույց է տալիս, որ նույն մարդը տարբեր միջավայրերում կարող է դրսևորվել լրիվ այլ կերպ, եւ թե ինչքան բան է կախված մարդու ունեցած շրջապատից։ Զուգահեռ իրականությունը միայն արտաքին աշխարհի մասին չէ, այն նաև մարդու ներքին աշխարհում է։ Մենք բոլորս ունենք մեր տարբեր եսերը, որոնք կարող են բացահայտվել տարբեր պայմաններում։ Մեկ իրականությունում մենք կարող ենք լինել լրակյաց ու ենթարկվող, մյուսում համարձակ ու ազատ։ Հենց այս ներքին զուգահեռ իրականությունների բացահայտումն է, որ մարդուն տալիս է ինքնաճանաչման հնարավորություն։ Զուգահեռ իրականության գաղափարը մեզ հիշեցնում է, որ կյանքը միայն մեկ ուղի չէ։ Յուրաքանչյուր ընտրություն, յուրաքանչյուր պատահականություն կարող է ստեղծել նոր ճակատագիր։ Իսկ ճակատագրի հեգնանքը ֆիլմում Ժենյան մեկ գիշերում ապրում է երկու իրականություն։ Մեկը լճացած, իսկ մյուսն ազատված։ Եվ հենց այդ երկակիությունն է, որ ֆիլմը դարձնում է փիլիսոփայական ու հավերժ արդիական։ Սակայն ֆիլմի գրավչության հիմքում եւս մեկ շատ հետաքրքիր գաղափար կա դրված։ Դա հեքիաթի իլյուզիան է։ Այն ինչ կատարվում է այնտեղ կարող է լինել միայն այնտեղ ու միայն ամանորի գիշերը։ Չէ՞ որ մենք բոլորս ենք հավատում, որ ամանորի գիշերը հրաշքներ լինում են։ Իսկ այս ամենը Ժենյայի համար հրաշք էր։ Նա վերջապես կարող է ապրել իր երազանքների կյանքը, լինել իր երազանքների հերոսը, իսկ Նադյայի դեպքում էլ նա այն հեքիաթի միջի խմած արքայազն էր, ով եկել էր նրան աշտարակից տանելու, իր մտքերի ու չստացված կյանքի աշտարակից, որտեղ փակված էր նա ու դուրս գալու տեղ չէր գտնում։ Իսկ ավելի կոնկրետ ինչու Նադյան եւ Ժենյան իրար համակրեցին։ Հիմնական պատճառը միմյանց հասկանալն էր։ Երկու նույնանման մարդիկ, ովքեր էլ միայնակ չէին զգում իրենց, քանի որ մեկը մյուսին հասկանում եւ լսում էր։ Նրանք երգում էին արտահայտելով իրենց ապրումները, հասկանում дրա տակ եղած մտածմունքը, սերը։ Ի տարբերություն Գալիայով ասում էր մարդիկ երգում են, երբ երջանիկ են։ Когда люди поют? А когда? Когда они счастливы. Այս դեպքում մենք տեսնում ենք, որ մարդիկ միայն երջանկությունից չէ, որ երգում են։ Նրանք երգի միջոցով նաև ներկայանում են, պատմում իրենցից, իրենց հոգեվիճակից, աշխարհայացքն են ցույց տալիս։ Այդ պատճառով էլ շատ կարևոր են այստեղ երգերը, դրանց բառերն ու մտքերը։ Սակայն կարծում եմ դրանք պետք չէ վերլուծել, այն պետք է լսել եւ ընկալել, այնպես ինչպես դուք կցանկանաք։ Եվ վերջապես ինչու նրանք թողեցին իրենց ընտրյալներին, քանի որ երկուսն էլ Լիպարիտն ու Գալիան իրենց քայլը մինչև այդ չէին катарել։ Գալիան Ժենյայի ամուսնության առաջարկի հարցին չի պատասխանում, նրա համար թողնում է անորոշ։ Подожди, я не понял главного. Ты согласна? Но я же взяла ключ. А это что значит? А ничего это не значит. Իսկ Լիպարիտն իր բերանով է ասում, որ պետք է շուտ հասկանային իրենց կարգավիճակը։ Мне кажется, что нам все-таки пора покончить с нашим холостым положением. Սակայն արդեն ուշ է։ Նա ինքն էլ շատ լավ գիտակցում է իր մեղավորությունը։ Իսկ այս ամենից հետո, երբ Ժենյան ու Նադյան հասկանում են, որ անտարբեր չեն իրար նկատմամբ, ու չկա խանգարող հանգամանք, միևնույն է նրանք երկուսն էլ դեռ պատրաստ չեն համարձակություն գտնել եւ որոշում կայացնել։ Ըստ երևույթի նրանց այստեղ խանգարում է նոր կյանք սկսելու վախը, եւ այստեղ է, որ մեր հերոսը կոտրվում է համակարգին։ Նա, որ համարյա տղամարդ էր դարձել, կրկին թուլանում է, չիմանալով ինչ անել։ Գնում է տուն ու նեղված պատմում մորն իր հետ կատարվածը եւ անճարությունից որոշում քնել։
Ճակատագրի հեգնանքում ստացվում է այնպես, որ խմիչքը չարաշահելով Ժենյան հեգնեց իր ճակատագրի։ Սակայն իրականում խմիչքը չէ, որ նրան օգնեց։ Պարզապես դա նրան տվեց համարձակություն խենթություն անելու։ Կոտրել կաղապարներ, որոնց մեջ ապրում էր։ Արեց մի բան, որ երբեք չէր անում։ Պետերբուրգում հայտնվելով բացահայտեց աշխարհն ու իրեն նորովի։ Իսկ Նադյային հասնելուց հետո, ցավոք, ճակատագիրը հեգնեց նրան։ Որքան էլ նա գրավեց աղջկա սիրտը, հաղթեց լիպարիտին, միևնույն է չկարողացավ մինչև վերջ տանել խաղն ու հետ վերադարձավ Մոսկվա։ Իսկ բարին այն էր, որ Նադյան որոշեց հեգնել իր ճակատագրին ու գնաց իր սիրելի Ժենյայի մոտ։ Ահա եւս մեկ թեորիա։ Մեր բոլորի շատ սիրելի ճակատագրի հեգնանք կամ բաղնիքը տանուշ ֆիլմի մասին։ Կխնդրեմ մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը։ Բաժանորդագրվել ալիքին եւ անպայման լայքել տեսանյութը։ Օրինակ կարող եք ասել, որ հերոսին կամ որ դրվագն եք ամենաշատը հավանում այս ֆիլմում։ Я вам так благодарен, что вы круто изменили мою жизнь. И что судьба забросила меня в Ленинград. И что в Ленинграде есть точно такая же улица, такой же дом.